Ողջույն հարգելիներս, ինչպես տեսնում եք, կրկին խոհանոցում ենք և պատրաստելու ենք մի համեղ ուտեստ։ Այսօր պատրաստում ենք խոզի տոտիկները չինական տարբերակով։ Հիմա ես լավ լվացել եմ, մեկ օր ու կես մնացել է ջրի մեջ, առնաջուրը դուրս է տվել, մաքրվել է, անընդհատ ջուրը փոխել եմ։ Եվ հիմա արդեն դրել եմ գազօջախի վրա եփվելու, կեռա առաջին անգամ ջուրը կթափենք, հետո կանցնենք եփելու պրոցեսին։ 5 րոպե եռալուց հետո թափում ենք ջուրը և լավ լվանում միսը։ Այսպես տապակում են և դուք եք դերում արդեն տապակի քնած այստեղ ավելացնում ենք դարչին, կանաչ սող և ջինջեր, այսինքն իմբիր, ջինջերը իմբիրն է հարգելիներս, տապակում ենք այստեղ նույն յուղի մեջ, վերքի մեջ այսինքն, այստեղ ես պետք է ավելացնեմ անիսոն, բայց ես չեմ սիրում անիսոնի համը, դրա համար չեմ ավելացնում, ովքեր չսիրեն, թող ավելացնեն։ Տապակվելուց հետո այսպես մի կողմ ենք քաշում և այստեղ ավելացնում ենք շաքարավազ։ Կարմրացնելուց հետո հիմա ավելացնում ենք սոյ սասը, որտեղ սոդան, սոդիումը քիչ է, light soy sauce։ Դրանից հետո ավելացնում ենք dark soy sauce-ը, որը որ ինքը մուգ է, տեսնում եք։
Մուկ գույնի։ Ահա։ Rice vinegar. Chinese barbecue char sauce seasoning-ի հետ միասին ինքը կարմիր գույն ունի, կարմիր գույն է հաղորդում, որ իրենց մսերը կարմիր են լինում, այս գույն են հենց իրանք ավելացնում, տեսեք, կարմիր գույն ունի, ըստ ճաշակի, ամեն ինչ անում եք ըստ ճաշակի հարգելիներս, ես աչքաչափով եմ ամեն ինչ անում, ուզում եմ շատ անեմ, ուզում եմ քիչ անեմ, մի խոսքով աչքաչափով դուք պատրաստում եք, ինձ նման աչքաչափով, հիմա այստեղ ավելացնում ենք մի քանի հատ դափնուտերև, միսը շարում ենք, այստեղ գեղեցիկ, այնքան ջուր ենք ավելացնում, որպեսզի ծածկի միսը։ Եփում ենք 1 ժամ ու կես, եռալուց հետո կամացացնում ենք, 1 ժամ ու կես թողնում ենք գազօջախի վրա, դանդաղ մարման կրակի վրա եփում ենք։ Անցավ 1 ժամ ու կես եփելով մարմանդ կրակի վրա։ Հիմա ուժեղացնում ենք գազօջախը և կափարիչը վերցնում ենք վրայից, ոնց որ հիմա ես վերցրել եմ և եփելու ենք 15 րոպե։ Տասնհինգ րոպե եփելու ենք ուժեղ կրակի վրա, որպեսզի ջուրը գոլորշանա։ Եթե հարգելիներս սիրում եք կծու, կարող եք ավելացնել, ես ունեմ սիրաչա սաս, եթե ինձ պետք կլինի կավելացնեմ, չգիտեմ դուք ինչ ունեք, կարմիր պղպեղ ունեք, կծու ինչ-որ ունեք, կարող եք ավելացնել, դարձնել կծու, եթե սիրում եք կծու իհարկե, ստամոքսի հետ խնդիր չունեք։ Անցավ 20 րոպեն և լիովին պատրաստ է, հիմա ջատում ենք գազօջախը, թող եռականգնի, տեղափոխենք սեղանի վրա և այնտեղից էլ տեղափոխենք մեր մատուցման ափսեի մեջ։ Պատրաստում ենք խոզի տոտիկները չինական տարբերակով, շատ համեղ, շուտով իմ ալիքում։ Ինչպես ասացի, հիմա տեղափոխում ենք մատուցման ափսեի մեջ, այսպես գեղեցիկ, շատ լավ եփել է, բայց մսերը տեսքից չեն ընկել, այսպես գեղեցիկ հանում և շարում ենք։
Այսպես կանաչ սոխով զարդարում ենք, ասեմ, որ չինացիները շատ են օգտագործում կանաչ սոխ։ Այսպես իրենց ուտելիքների մեջ, ուտելիքների վրա, սուպերի մեջ։ Մի խոսքով հարգելիները, սա էլ մեր համեղ խոզի տոտիկները, համոզված եմ, որ շատ համեղ է ստացվել, փափուկ, ամենակարևորը, հիմա փորձենք։ Իրոք շատ նուրբ, շատ համեղ, շատ փափուկ, դուք էլ պատրաստեք, համոզված եմ շատ կսիրեք, գոնե մեկ անգամ պատրաստեք և փորձեք, համը լրիվ ուրիշ է, դե ինչ այսքանը մենք գնանք անուշ անենք, դուք էլ պատրաստեք, դուք էլ անուշ արեք, այսքանով ավարտենք մեր վլոգը համեղ, կհանդիպենք էլի կրկին մեկ այլ վլոգում հարգելիներս, այսպես սոկն էլ ավելացնում ենք սյութը, վերջ, այսքանը, ցտեսություն, Աստված բոլորիս հետ։